Իդեպ Նիկոլ Փաշինյանը մոտ 1 ամիս է զբաղված է քարոզարշավով, որին ավելացրել են ներկուսակցական բառը։ Շրջում է մարզերով, քաղաքներով, շփվում ժողովրդի մի մասի, իսկ ավելի կոնկրետ նրան մի քանի անգամ ընտրած մարդկանց հետ։ Այս ամենը տարօրինակ չէր լինի, եթե Փաշինյանը նույն եռանդով ու սիրով շփվեր իր ընտրազանգվածի հետ, ինչպես օրինակ 2018-ին կամ 2021-ին էր շփվում։ Եվ համաձայնեք, որ տրամաբանական էլ կլիներ խոստումներով, ժպիտներով, ջերմությամբ անցկացված քարոզը, բայց տեսնում ենք հակառակ պատկերա։ Այդ ճիշտ են արել։ Մեր այս խելքը, որ բերել ենք դրել։ Մի րոպե սպասի, եղբայր բան եմ ասում։ Չէ, ջղայնանում եմ, թող։ Եվ սա ընդամենը մի մասն է այն տեսանյութերի, որտեղ Փաշինյանը ժողովրդի հետ խոսում է արհամարհական տոնով, մուննաթով ու նյարդային։ Իսկ գուցե սա է նոր քաղաքական տեխնոլոգիան, ընտրողին սիրաշահելու փոխարեն նրան բարկացնելը, թե արդեն համոզված են, որ նույն մարդիկ, որոնք մի քանի անգամ ընտրել են, այս անգամ էլ կընտրեն, նույնիսկ արհամարհանքը հանդուրժելով։ Որպես համաֆինանսավորողներ մեզ ներելի է։